Հայաստան-Լիտվա հարաբերությունները զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական կապեր, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցություն։ Այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավերով այս շաբաթ մեր երկրում էր Սեյմասի համանուն հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումների շարք ու քննարկումների լայն շրջանակ խորհրդարանում պատվիրակներին նախ ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն, ապա կայացավ հանդիպում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական հարաբերությունները վերջին շրջանում շատ ակտիվացել են և նաև լիտվական կողմից կար հետաքրքրություն Հայաստան գալու և ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, նաև խոսելու մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ։ Եվրոպա ձգտող Հայաստանին եվրաինտեգրման հարցում Լիտվան հաստատակամ աջակցում է, նշում է պատգամավորն ու փաստում, որ Եվրամիության շրջանակում Լիտվան մշտապես Հայաստանի կողքին է։ Բոլոր որոշումները, որոնք կապված են Եվրոպական միության խորհրդում, օրինակ Հայաստանի հետ, Լիտվան առաջիններից է, որ միշտ կողմ է լինում եւ առաջ է մղում Հայաստանի շահերը եւ մեր օրակարգը, եւ այս առումով շատ շնորհակալ ենք լիտվացի գործընկերներից, ինչը նաև խորհրդարանական մակարդակում է այդպես։ Խորհրդային անցյալ ունեցող Լիտվան Եվրամիության անդամ է 2004 թվականից, թերևս հենց դրանով էլ պայմանավորված Հայաստանի եվրոպական ձգտումներն այդ երկրի համար առավել քան անկալելի են։ Լիտվան շատ ավելի լավ է ճանաչում Հայաստանի իրավիճակը եւ Հայաստանի խնդիրները, Հայաստանի եվրոպական ինտեգրման հնարավոր բարդություններն ու առավելությունները, ուստի այս առումով Լիտվան ավելի քաջալերող է այս հարցում Հայաստանին։ Մենք ունենք պատմական ընդհանրություններ եւ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններ։ Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար։ Հայաստան-Լիտվա հարաբերություններում կա տնտեսական չիրացվածներ ուժ, տնտեսական բլոկում կան օրինակելի լուծումներ, որոնք կտեղայնացվեն մեր երկրում։ Մի օրինակ կարող եմ բերել աղբի վերամշակման հետ կապված, իրենք շատ լավ փորձ ունեն եւ կառավարությունը աշխատում է իրենց հետ այդ փորձը փոխարելու ուղղությամբ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ի թիվս այլ ուղղությունների քննարկվեց Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող հարցը։ Սեյմասի պատվիրակների հաջորդ հանդիպումը պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում էր։ Լիտվական կողմի հետ քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին, աշխարհաքաղաքական վերաձևումներին ու անվտանգային նոր միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Անդրանիկ Քոչարյանը Ռեմիգիուս Մոտուզասի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող ռեֆորմները, ժամանակի պահանջներին համահունչ կրթական բարձր ցենզ ունեցող մեր երկրի բանակի դիմագիծը։ Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ ձեռնարկություններ, պաշտպանական խնդիրների լուծման ուղղված կառավարությունը հրաժարություն է տվել ռազմաարդյունաբերության ոլորտին եռամյա ծրագրեր կազմելու։ Մեր ծախսերի մեջ կարևորում ենք կրթական ծրագրերը, վերանայել ենք կառավարման համակարգ ամբողջությամբ առաջնագծից մինչև զինված ուժերի պատրաստման ծրագրերը։ Առանցքում էր Հայաստանի խաղաղության օրակարգը։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության օրակարգին հասնելու համար իրականացրել է բազմաթիվ ռեֆորմներ պաշտպանության ոլորտում, կատարելագործելով իր օրենսդրական բազան, նաև մեր նպատակներին հասնելու համար մենք նաև ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ մեծբալթյան երկրների փորձը ուսումնասիրելու առումով, հատկապես պահեստազոր եւ աշխարհազորի խնդիրների լուծման տեսանկյունից։ Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում նաև բարեկամական խմբի մակարդակով, անդրադարձ կատարվեց ժողովրդավարական ինստիտուտներին եւ մեր երկրում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Սեյմասի պատվիրակությունը մինչ Երևանից մեկնել է եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։